Ծափերով Աստծո ժողովուրդ, փառքով։ Ողջույն Աստծո եկեղեցի, շատ մեծ պատիվ ու ուրախություն է լինել այսպիսի գեղեցիկ ու օրհնված եկեղեցում։ Աստծո ներկայությունը ակնհայտ է, Սուրբ Հոգին այստեղ է ու մեծ ուրախություն է լինել ձեր մեջ։ Շնորհակալ եմ ձեր հովիվ Սիլվիային այս հնարավորության եւ պատվի համար գտնվելու ձեր մեջ եւ Աստծո խոսքը կիսվելու։ Մի փոքր պատմեմ իմ մասին։ Այսօր այստեղ եմ ամուսնուս Էրիկի եւ քրոջս Աննայի հետ։ Ես մեծ քույրն եմ, ունեմ 2 քույր, մենք ծնվել ենք միսիոներական քրիստոնեական ընտանիքում դեռ Հայաստանում եւ փոքրուց մեծացել ենք քրիստոնեական ընտանիքում։ 13 տարի առաջ տեղափոխվեցինք ԱՄՆ։ Աստված հորս առաջնորդեց, պապայիս առաջնորդեց, որ տանում է մեզ ԱՄՆ եկեղեցի եւ ծառայություն բարձրացնելու եւ նրա սրտում դրեց, որ green card լրացնի եւ հենց առաջին անգամից նա շահեց դա եւ մենք ընտանիքով 13 տարի առաջ տեղափոխվեցինք ԱՄՆ եւ 6 տարի առաջ կազմավորվեց Կանչողի ձայնը եկեղեցին, որտեղ հայրս հիմա հովիվ է եւ ես եւ քույրերս իր օգնական ծառայողներն ենք եւ այդպես ծառայում ենք միասին։ Շատ հիանալի է իրականում ծառայել Տիրոջը ամբողջ ընտանիքով ու Աստծո սիրելի ժողովուրդ, անգամ եթե ձեր ընտանիքում կան մարդիկ կամ անդամներ, ովքեր դեռ փրկված չեն կամ դեռ չեն ծառայում, մի հուսահատվեք, դուք գիտեք վկայություններ ձեր կյանքի, ձեր կողքիների կյանքի, թե ինչպես է Աստված մարդկանց փոխում եւ զինվեք համբերությամբ եւ հավատքով, հույսով, որովհետեւ Տերը կպատասխանի ի վերջո ամեն աղոթքների, ամեն։ Փառք Տիրոջը ձեզ համար։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս պատվի եւ հնարավորության համար ձեր հետ կիսելու Տիրոջ խոսքը։ Մի խոսք կար, որ դեռ շաբաթներ առաջ դրվեց սրտումս եւ կարծես այդ վերնագիրը եկավ մի անգամից սրտումս, դա կոչվում է բնավորություններ դժոխքից։ Եվ երբ որ այդ վերնագիրը եկավ սրտիս մեջ, մտածում էի, ասում էի, բայց ինչեր են դրանք Տեր։ Ու Տերը բացեց հերթով, թե որոնք են այդ բնավորությունները, որոնք այսօր դժոխքը ամեն բան անում է, որպեսզի մարդկանց կյանքերում դա լինի, մնա եւ բնավորություններ են, որոնք որ իրականում շատ վնաս են տալիս։ Այսօր մարդիկ կասկածում են կամ շատ անգամ չեն հավատում դժոխքի գոյությանը։ Եվ դա սատանային շատ ձեռ է տալիս եւ դա մի բան է, որ իրականում Աստծո խոսքով չի։ Մարդիկ, ովքեր կասկածում են կամ չեն հավատում, իրենք չունեն այդ պատասխանատվության զգացումը, այդ Աստծո վախը, որով որ իրանք պիտի առաջնորդվեն։ Եվ Հիսուսը ավելի շատ խոսում էր դժոխքի մասին, ոչ թե երկնքի։ Ու պատճառը ոչ թե այն էր, որ վախացնի մարդկանց ու վախով տանի իր հետևից, այլ պատճառը այն էր, որ նա սիրող հայր է եւ Աստծո սերն է իր մեջ եւ նա ամեն բան անում էր, որպեսզի զգուշացնի մարդկանց, որպեսզի փրկի այդտեղից։ Աստված մարդուն չի ստեղծել դժոխքի համար, դա ստեղծված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի իր հետ ունենա relationship, փոխհարաբերություն։ Եվ այդ փոխհարաբերությունը որպեսզի լինի մարդու կամքով նույնպես, ոչ թե ստիպված, ոչ թե հարկադրաբար, բայց մարդու ազատ կամքով։ Բայց սատանան էլ օգտվում է մարդու այդ ազատ կամքից եւ ամեն բան անում է, որպեսզի մարդուն տանի այնտեղը, որտեղ որ ի վերջո ինքն է հայտնվելու։ Ինչի համար է նա այդպես անում, որովհետև նա նախանձում է մարդուն։ Նա ատում է Աստծուն եւ ամեն անգամ, երբ որ տեսնում է մարդու պատկերը, հիշում է Աստծուն։ Դրա համար ամեն բան անում է չարը, որպեսզի այսօր մարդկանց սարքի իրապես, դարձնի իրապես եւ դա է ճանապարհը, որ տանի իր հետևից։ Եվ ինչպես է նա դա անում։ Նա դա անում է բնավորությունների, վարքագծերի միջոցով։ Նա դա անում է առաջին հերթին այն ձևով, որ մարդը կորցնի իր սերը, որովհետև ամենամեծ տարբերությունը սատանայի եւ Աստծո այն է, որ Աստված սեր է, իսկ սատանան նա սեր չի, նա ատելություն է։ Եվ այն պահից սկսած, երբ որ մենք կորցնում ենք մեր սերը, մենք դադարում ենք լինելու Աստծո պես։ Դրա համար նա ամեն ինչ անում է, որ այսօր մարդիկ կորցնեն իրանց սերը։ Դա է ամենամեծ տարբերությունը։ Ու գիտեք, շատ անգամ մարդիկ գնում են եկեղեցի, Աստծուն են պաշտում, աղոթքներ են անում, փառաբանում են, բայց շատ կարևոր է, որպեսզի մեր բնավորությունները համապատասխանի Աստծո խոսքով, Աստծո բնավորությանը։
Աստծո ուզած բնավորությանը։ Այլապես շատերս կարողա զարմանանք, երբ որ կանգնենք Աստծո առաջ, Տիրոջ առաջ ու Տերը ասի, ես քեզ չեմ ճանաչում։ Չէ, այդպիսի խոսքը ասում է, մարդիկ կանգնեն Տիրոջ առաջ, Հիսուսը կասի, ես քեզ չեմ ճանաչում։ Ու այդ մարդիկ զարմացած կարծեն, Տեր, բայց ես քո անունով դևեր էի հանում, բժշկություններ էի անում, հրաշքներ էի անում, ո՞նց է որ դու ինձ չես ճանաչում։ Հենց դրա պատճառով, որովհետև բնավորությունները երբեք էլ չփոխվեցին։ Օծության մեջ, այո, այդ հրաշքները կատարվեցին, այո, դևերը դուրս եկան, բայց արդյոք մարդու անձնական կյանքում տեղի ունեցավ իրական արմատական փոփոխություն։ Որովհետև օծության մեջ կարող է գործել Աստծո պարգևները, որտև դա չի գործում մարդու եսի համար, դա գործում է դիմացինի շինության և օգուտի համար։ Բայց երբ որ օծությունից մարդը դուրս է գալիս, ինքը Տիրոջ առաջ, Աստծո առաջ կանգնելու է իր արարքների, իր տարած կյանքի, իր բնավորության համար է պատասխան տալու։ Ու դա է պատճառը, որ շատերը վերջի օրում կզարմանան դատաստանի օրը։ Եկեք մի խոսք նայենք, Երեմիա 7-րդ գլուխ 3 և 4 խոսքը գրված է, այսպես է ասում զորաց Տերը Իսրայելի Աստվածը. ուղեք ձեր ճանապարհները և ձեր արարքները, և ես ձեզ կբնակեցնեմ այս վայրում, մի ապավինեք սուտ խոսքերի ասելով Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարն է սա։ Աստված հոգնել է լսելուց, որ անընդհատ մարդիկ իրանց հանգստացնում են ասելով ես գնում եմ եկեղեցի, ես պաշտամունքի հաճախում եմ, ես փառաբանում եմ, ես ծառայում եմ։ Տերը ասում է, եթե նույն ձևով մարդը ատում է, եթե նույն ձևով մարդը շարունակում է իր աշխարհիկ գործերի մեջ մնալ, եթե ոնց որ մարդկանց հետ բռի չոր էր, եթե ոնց որ մարդկանց հետ ատելությունով էր նույն ձև շարունակվում է, ուրեմն ինչ օգուտ ունի այդ ամենը։ Տերը ասում է, այդ ամենը իզուր է։ Դրա համար շատ մարդիկ ասում էին Տիրոջ տաճարը, բայց իրականում իրենց կյանքում իրենք փոփոխություն չէին անում, ոչ մի բան չէր փոխվում իրենց կյանքում։ Եվ Տերը չի ծաղրվի, նա մի Աստված է, ով տեսնում է մեր ճանապարհները, մեր վարքը, մեր մոտիվները անգամ, որովհետև անգամ արարքները ճիշտ լինելուց կարևոր է, որ մոտիվները ճիշտ լինի նույնպես։ Եվ ցանկացած ժամանակ, երբ որ Տերը մեզ մի բան է ասում, որպեսզի մենք անենք կամ չանենք, դա նա չի ասում իր շահի համար։ Դա նա ասում է մեր օգուտի համար, մեր շահի համար, որովհետև մեզ սիրում է, որովհետև ուզում է տեսնի մեզ ամենալավ վիճակում, թե հոգևոր, թե ֆիզիկական, թե ֆինանսական, թե մնացած բոլոր բնագավառներում։ Աստված սեր է, նա հայր է և նա սիրում է մեզ։ Եվ դա է պատճառը, որ նա ամեն բան անում է, որպեսզի մեր բնավորությունները համապատասխանի align լինի իր բնավորության հետ։ Եվ այսօրվա խոսքը Աստծո սիրելի ժողովուրդ ոչ թե նրա համար է, որ մենք ընկնենք դատապարտության մեջ, այսինքն condemnation-ի, որ մտածենք ոնց է լինելու այսպես, այլ հակառակը, որ թույլ տանք Տերը մեզ բժշկի, ուղի եւ տանի այն ճանապարհով, որ մեզ համար պատրաստել է։ Ամեն։ Ամեն։ Այսօր ինչն է դիվական աշխարհը օգտագործում, ինչն է դժոխքը օգտագործում, որպեսզի ազդի մարդկանց վրա։ Մի փոքր եկեք մտածենք, որն է այն գործիքը, որ նա օգտագործում է։ Եվ Տերը ինձ բացեց, որ ամենամեծ գործիքը այսօր, որ դժոխքը օգտագործում է ազդելու մարդկանց վրա, անգամ քրիստոնյաների, դա մշակույթն է։ Մշակույթն է այն գործիքը, որի միջոցով այսօր չարը ամեն բան անում է, որպեսզի ազդի մարդկանց բնավորությունների վրա։ Եվ այս բնավորությունները, որ մի քիչ հետո կխոսանք, սրանք բնավորություններ են, որոնք խանգարում են մարդուն հոգևորապես առաջ գնալու, խանգարում են աղոթքները լսելուն։ Տերը չի կարող լսել աղոթքները, չի կարող պատասխանել, եթե այս բնավորությունները անընդհատ գերակշռում են մարդու կյանքում և նա անտարբեր է այս ամենի հանդեպ։ Մարդը չի կարող պահել Տիրոջ պատվիրանները, չի կարող սուրբ ապրել, եթե այս բնավորությունները կան։ Ուրեմն, որոնք են այդ բնավորությունները, եկեք հերթով անցնենք դրանց։ Որոնք են դրանք, որ մշակույթի միջոցով, սոցցանցերի միջոցով, աշխարհի միջոցով չարը ազդում է։ Առաջինը դա
հակառակվող բնավորությունն է։ Սա դժոխքից է, որովհետև սատանան ինքն էր հակառակորդ։ Նա առաջինը հակառակվեց Աստծուն եւ դուրս եկավ Աստծո դեմ։ Նա առաջինը ապստամբեց եւ դրա պատճառով, այդ հակառակության պատճառով Աստված նրան դուրս շպրտեց երկնքից։ Այսօր այն մարդիկ, ովքեր անընդհատ հակառակության մեջ են, ամեն ինչից հակառակվում են, իրանք սատանայի բնավորությունն են վերցրել եւ նրա հետևից են գնում։ Գիտեք շատերդ, որ սատանայապաշտները օգտագործում են այծի նշանը։ Այդ այծի նշանը խորհրդանշում է հակառակություն։ Մինչդեռ Աստծո խոսքի մեջ մենք գիտենք գառները, նրանք խորհրդանշում են խոնարհություն, խոնարհությունով հետևել։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ անընդհատ այծի կեցվածք ու վարքագիծ ունեն, ամեն ինչից հեշտ հակառակվում են, դուրս են դեմ են դուրս գալիս, նրանք անում են այդ նույն ձևով, ինչ որ անում են աշխարհիկ մարդիկ։ Չարը այսօր ամեն բան անում է, որպեսզի մշակույթի միջոցով սարքի մեզ հակառակվող։ Ամեն ինչից, որպեսզի դու չնկատես դիմացինի արած են 100 հատ լավ բաները, որ ինքը արել է ու կենտրոնանաս են բաց թողումների վրա, սխալների վրա կամ ինչի վրա դու համաձայն չես։ Այո, կարող են լինել անհամաձայնություններ, բայց այդ անհամաձայնությունները չպիտի հակառակության պատճառ ու արմատ գցեն մեր մեջ, որովհետև դրանից խորտակվում է մեր հոգևոր կյանքը, դրանից բլոկ է լինում մեր աղոթքները, դրանից Աստծո օրհնությունները դադարում են գալ մարդու կյանք, դրանից մարդու վրա արձակվում է դիվական ազդեցություն եւ լարվածություն։ Օրինակներ բերենք, այսօր հակառակվում են ամեն տեղ, աշխատանքի վայրերում անգամ, գործի տեղերում, երբ որ մարդուն մի ուղղություն են տալի, կարծես իրեն թվում է, թե իր իրավունքներն են ոտնահարում, իր իրավունքներին դեմ են գնում եւ ամեն ինչ անում են մարդիկ, որ հակառակը անեն։ Կարծես դիտմամբ իրենք անում են հակառակը այն բանի, ինչ որ ասենք իրանց գործի տեղի, ասենք employer-ը կամ boss-ը կամ ինչ որ մեկը իրանց ասել էր։ Եվ այդպես մնացած բոլոր բնակավարներում մարդիկ հակառակվում են իրանց ծնողներին, հակառակվում են իշխանություններին երկրի, հակառակվում են եկեղեցում հովիվներին, ավակներին ու այդպես անելով իրենք չեն նկատում, որ դուրս են գալիս Աստծո պաշտպանությունից եւ Աստծո կամքից, որովհետեւ հակառակությունը դա սատանայական եւ դժոխային բնավորության գիծ է։ Ու ո՞նց է այդ հակառակությունը գալիս մարդու մեջ։ Շատ անգամ մարդը մտածում է, որ դե ինքը ճիշտ է, էլի։ Ինքը ունի բոլոր փաստերը, որ ինքը ավելի ճիշտ կվարվեր, ասենք այդ իրավիճակի մեջ։ Իրան թվում է, թե իրա ճանապարհն է ճիշտ։ Ինչպես որ սատանային թված երկնքում, որ ինքը ավելի ճիշտ Աստված կլինի։ Եկեք նայենք Հակոբոս 4:6-ում գրված է. Աստված ամբարտավաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս։ Ուրեմն հնազանդվեցեք Աստծուն, դիմադրեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Շատ քրիստոնյաների կյանքում սատանան մնում է ու չի փախչում, որովհետեւ իրանց մոտ այդ այծի վիճակն է։ Իրանք անընդհատ հակառակության մեջ են ու չեն հասկանում, բա ինչի սատանան չի փախչում։ Ինչի են անընդհատ խնդիրներ իմ կյանքում, ինչի չի վերջանում այդ ամենը։ Ինչի չարը բաց դռներ ունի ու չի փակվում են դռները, որովհետև իրանք երբեք որոշում չեն կայացրել այծից վերափոխվելու գառան։ Դա է պատճառը, որ Հիսուսը ասեց Մատթեոս 25-րդ գլխում, որ դատաստանի օրը այծերը կառանձնանան գառներից։ Եթե կարդաք այդ գլուխը Մատթեոս 25-ի մեջ, Հիսուսը պարզ խոսում է, որ դատաստանի օրը գառները եւ այծերը առանձնանալու են իրարից։ Գառները մտնելու են Աստծո արքայություն Հիսուսի հետևից, իսկ այծերը ուղարկվելու են հավիտենական պատիժ։ Ինչի համար է այսպես։ Չէ՞ որ այծերն ու գառները համարյա նույն կենդանի, այսինքն կատեգորիան է, համարյա իրանք նույնն են։ Սա քրիստոնյաների մասին է։ Այն հավատացյալների, ովքեր գուցե մի ժամանակ ընդունել են Աստծուն, վերստին ծնվել են, բայց հետո պահայք է, որ իրանք սկսել են մտնել հակառակության մեջ։ Ու այդպես է չեն փոխվել, այդպես էլ իրանց բնավորության մեջ այդ անհամաձայնությունը, հակառակությունը գերակշռել է ու երբեք իրանք չեն խոնարհվել Տիրոջ առաջ։
Այսօր այս մշակույթը քեզ ասում է, արա ինչ ուզում ես, do what you want, ինչ ուզում ես արա, քեզ ոչ մեկ չի կարա ասի։ Արդյոք սա Աստծո խոսքն է, թե չարի խոսքն է։ Այս տեսակի բնավորությունը քրիստոնեական բնավորություն չի, որ ինձ ոչ մեկ բան չի կարա ասի, ես ինչ անեմ։ Բա ուր մնաց Աստծո խոսքը, պատվերները, որ ասում է մեկը մյուսին հնազանդվեք։ Բա ուր մնաց խոսքը, որ ասում է հնազանդվեք ձեր վրա դրված առաջնորդներին, հովիվներին, իշխանություններին, գործատուներին, ծնողներին։ Բա ուր մնացին այդ բոլոր խոսքերը, որ Տերը պատվիրում է։ Եվ որտեղից է գալիս այդ հակառակությունը։ Եկեք նայենք արմատին։ Առաջինը արմատը դա հպարտությունն է։ Դա գալիս է հպարտությունից։ Առակաց 16:5-ում գրված է, ասում է Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտները, նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։ Եվ Առակաց 16:18-ում էլ գրված է, կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը։ Իսկ մեկ այլ տեղ 18:12-ում գրված է, բայց խոնարհությունը փառքից առաջ է գնում։ Եթե ուզում ես քո կյանքում տեսնել Աստծո օրհնությունը, փառքը, ուրախությունը, ամեն կողմանե օրհնությունը, ուրեմն պիտի խոնարհության ճանապարհ դնես առաջինը, որովհետև խոնարհությունը փառքից առաջ է գնում։ Շատ անհաջողությունների, վատ դեպքերի պատճառը հենց հպարտությունն է, որովհետև դա էլ գնում է կործանումից առաջ։ Դա հող է պատրաստում, որպեսզի մարդը ընկնի, իսկ Աստված դա չի ուզում։ Աստված ուզում է, որ իր զավակները լինեն օրհնված։ Բայց չարը հպարտություն է բերում, որպեսզի հետո էլ կործանումը բերի։ Մյուս պատճառը, որ մարդիկ կարան ընկնեն հակառակության մեջ, գուցե դա հպարտությունը չի, բայց դա ներսի հին տրավմաներն են։ Այսինքն, այն ցավերը, որ մարդը կյանքի ընթացքում կրել է, ու դրա պատճառով ինքը իր շուրջը այդ պաշտպանական ամրոցն է կառուցել, որ եթե կողքից մի բան իրան ասում են, ինքը միանգամից պաշտպանվում է, միանգամից փակվում է ու հակառակվում է։ Դա էլ է մի բան, որ մարդու մոտ կարող է հակառակություն առաջացնի։ Առակաց 18:19-ում գրված է, դառնացած եղբայրը ամուր քաղաքից անառիկ է եւ կռիվները բերդի նիգերի նման են։ Սա այն մարդկանց մասին է, ովքեր որ դառնացել են, կյանքը իրանց դառնացրել է, գուցե մարդիկ են եղել, որ իրանց չարաշահել են, իրանց վատ են վերաբերվել, ու դրա պատճառով իրանց շուրջը այդ ամրոցները, բերդերն են կառուցել ու թույլ չեն տալիս, որ որևիցե մեկը իրանց որևիցե մի բան ասի։ Ու սա էլ հակառակություն է առաջացնում։ Այսպիսի մարդկանց Տերը ցանկանում է բժշկել, բայց իրանք պետքա թույլ տան, որովհետև Տերը նա ջենթլմեն է, նա երբեք զոռով, դիտմամբ չի անի դա։ Մենք պետք է թույլ տանք, որ մեր ներսի տրավմաները Տերը բժշկի։ Եթե մեզ աշխարհում չարաշահել են, գուցե շատ բաներ է պատահել մեր հետ, բայց Տերը բարի է եւ նա ցանկանում է բժշկել մեզ եւ մի խոսք կա, որ ասում է՝ մի արյունահոսի նրանց վրա, ովքեր քեզ չեն կտրել, ովքեր քեզ չեն վնասել։ Ուրեմն կապ չունի պատճառը, որն է հակառակության, հպարտությունը, թե տրավմաները, դա Աստծուն հաճելի բնավորություն չի եւ դա բլոկ է անում Աստծո օրհնությունները եւ Աստծո կամքը մեր կյանքում։ Եկեք անցնենք մյուս բնավորության գծին։ Երկրորդը դա չհարատևող, այսինքն inconsistent կամ չնվիրվող փոփոխական բնավորությունն է։ Այս մշակույթը մեզ դարձնում է շատ չհամբերող, փոփոխական, չհարատևող, ամեն ինչից արագ ձանձրացող, թույլ։ Ու այսօր մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան լիքը հաճույքի աղբյուրներ, լիքը հավես հետաքրքիր բաներ, որոնք մեզ առաջարկվում են, թե աշխարհում, թե քրիստոնեական շրջաններում։ Ու անգամ եկեղեցի եկող մարդիկ, ովքեր սկզբից եկել են ու վերապրել են Աստծո ներկայությունը, Աստված իրանց կպել է, Սուրբ Հոգին իրանց կպել է, բայց հետո եկել է ժամանակ, որ իրանք պիտի ուղղակի հարատևեն, չփոփոխվեն, շարունակեն նույն ձև, իրանք կեսից ձանձրացել են, հոգնել են, թողել հեռացել են կամ կիսատ բռատ են թողել, այն ինչ որ Աստված սկսել է իրենց կյանքում։ Ու այդ պատճառով նրանք մնացել են անպտուղ, երբեք պտուղ չբերելով Աստծուն։ Գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ առաջին անգամ դու գալիս ես Աստծուն, երբ որ ապաշխարում ես,
դու նրա գրկի մեջ ես, դու զգում ես այդ ներկայությունը, այդ հպումը ամեն անգամ։ Կարող է գաս ամեն անգամ հուզվես, լացես, Տերը կպնի, բայց գալիս է ժամանակ, երբ որ Տերը իր գրկից քեզ մի փոքր իջացնում է, որ դու սկսես ինքնուրույն քայլեր անել, ոչ թե զգացմունքներից դրդված։ Եթե բոլորը զգացմունքները զգային, բոլորը եկեղեցիներ կգնային, եկեղեցիներում տեղ ու դադար չէր լինի, եթե զգացմունքներով լիներ, բայց արդյոք դա արդար է։ Արդյոք դա արդար է, որ միշտ մենակ մենք զգացմունքներով առաջնորդվենք ու զգացմունքներից ելնելով Աստծուն գանք։ Դրա համար Տերը իր գրկից իջացնում է շատ անգամ, որպեսզի մարդը սկսի ինքը հոգևոր պատասխանատվություն վերցնի, սկսի աղոթ քանել, սկսի գնալ եկեղեցի ամեն կիրակի առանց բաց թողելու, սկսի իր ծառայությունը անել հարատևորեն, առանց փոփոխվելու, ու դա է այն դիսցիպլինան, դա է այն հարատևությունը, որ Տիրոջը հաճելի է։ Իսկ այս մարմինը ինքը սովոր է անընդհատ հաճույքի, զվարճանքի, ինքը անընդհատ փնտրում է դոպամինի աղբյուրներ, անընդհատ մի բան, որան հավես լինի։ Ու դրա պատճառով այսօր մարդիկ ամեն ինչից շատ արագ ձանձրանում են, շատ արագ։ Այսպիսի բնավորությունը մարդուն դարձնում է անհաջողակ։ Անհաջողակ հարաբերությունների մեջ, բիզնեսի մեջ, Աստծո ծառայության մեջ, եկեղեցու մեջ, որովհետև ամեն ինչ կիսատ է մնում։ Դրա համար Մատթեոս 11:12-ում գրված է, բայց Հովանես Մկրտչի հայտնվելու օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ուժով է առնվում, եւ ուժեղներն են այն հափշտակում։ Դու պետք է ուժեղ լինես, որպեսզի մտնես Աստծո արքայությունը։ Խոսքը ֆիզիկական ուժի մասին չի կամ խելքի մասին չի, խոսքը կամքի ուժի եւ բնավորության ուժի մասին է։ Դու պետք է լինես բնավորությամբ ուժեղ ու հարատևող, որպեսզի ամեն մի ստից բանից, այն որ հավեսը կորի, հոգնես, ձանձրանաս, չհելնես ու Տիրոջ կամքից դուրս չգաս։ Այսօր մարդիկ ամեն ինչից ձանձրանում են ու շուտ ընկնում են դեպրեսիայի մեջ։ Ու այս մշակույթը բոլոր ձանձրացողներին ասում է depressed, դեպրեսված։ Բայց արդյոք դա է խնդիրը։ Կամ շատերը ընկնում են տագնապների մեջ, anxiety։ Գործից տեղը մի տղա կար, որ պատմում էր, որ ամեն առավոտ ինքը պետք է պարտադիր իր դեղերը ընդունի մինչև գործի գալը, որովհետև իր մոտ ուժեղ այդ դիպրեսիան եւ anxiety-ն է սկսում։ Եվ դա այնքան տարածված է արդեն։ Իմ քույրիկը Աննան էլ բժշկական ոլորտում է աշխատում ու անընդհատ մարդիկ գալիս են ու փնտրում են այդ տեսակի դեղեր, հոգեմետ դեղեր, որ իրանց հանգստացնի դեպրեսիայից, anxiety-ից։ Գիտեք պատճառը որն է։ Որովհետև այս մշակույթը մարդուն սարքում է շատ հեշտասեր, ամեն ինչի հեշտը, արագը, հանգիստը, զվարճալին փնտրող։ Ու երբ որ մի հատ թեթև դժվարությունը առաջանում, ինքը շուտ թողում գնում է։ Բայց այդ դեպրեսիայի ու այդ anxiety հիմնական բժշկությունը հենց ծանրության մեջ է, ծանրությունը բարձրացնելու մեջ է։ Բեռը վերցնելու մեջ է, դրա համար Հիսուսը ասեց վերցրա քո խաչը ու իմ հետևից արի։ Խաչը ծանր է, նա քաշ ունի։ Եվ այն, որ Հիսուսը ասեց վերցրա խաչդ եւ իմ հետևից արի, նա չէր ասում արի ուղակի զվարճալի հաճույքների մի հատեղ, որտեղ դու քեզ միշտ լավ կզգաս։ Նա մեզ կոչ արեց, որ մենք վերցնենք իր բեռը եւ գրված է, որ Տերը ասում է իմ բեռը թեև քաշ ունի, բայց այն քաղցր է։ Եվ Տիրոջ բեռը, երբ որ մենք վերցնում ենք, այդ բաները, դեպրեսիա, anxiety, այդ բաները այլևս մեր կյանքում տեղ չունեն, որովհետև մենք վերցնում ենք Տիրոջ բեռը, Տիրոջ գործը մեր վրա, ամեն։ Եվ շատ ցավալի է, բայց կա մի իրականություն այսօր անգամ քրիստոնյաների շրջանում, որ մարդիկ դարձել են շատ արագ փոփոխվող, տրամադրությունների այդ վեր ու վարի տակ, ու դրա պատճառով Տերը չի կարողանում իրանց օգտագործի։ Մարդիկ չեն մտնում երբեք իրանց կանչի մեջ, այն ծրագրի, այն կանչի, որ Տերը իրանց կանչել է։ Մարդիկ դարձել են շուտ հանձնվող, ամեն ինչից հեշտ give up են լինում ու արագ փոխում են իրանց շրջապատը։ Մարդիկ կան արագ փոխում են իրանց քաղաքը, իրանց եկեղեցին, իրանց գործի տեղը,
բայց խնդրեմը մեկը մնում է, որովհետև այդ խնդրեմը իրանց բնավորությունն է։ Իրանք են այդ խնդրեմը, դրա համար քաղաք փոխելով չի, եկեղեցի փոխելով չի, որ խնդրեմը լուծվում է։ Ու մենք պիտի զգուշ լինենք, որովհետև Աստծո խոսքը նաև մեզ պատվիրում է, որ եթե պիտի երկիրդ, քաղաքդ փոխես, Տիրոջը հարցնես, արդյոք դա Տիրոջ կամքն է, թե ոչ, որովհետև շատ մարդիկ այդպես Տիրոջ կամքից դուրս գալով դուրս են եկել Տիրոջ պաշտպանությունից եւ հետո զարմացել են, թե ինչի են այդպիսի ցավալի դեպքեր պատահել, որովհետև մենք պետք է շատ ուշադիր լինենք, որ լինենք Տիրոջ կամքի մեջ։ Շատ մարդիկ էլ սովորություն ունեն, այսօր շատ տարածված է Ամերիկայում եկեղեցիներ փոխելը։ Այսինքն մարդիկ հենց որ մի թեթև հոգնում են, ձանձրանում են կամ ինչ-որ մի բան իրանց դուր չի գալիս, իրանք շատ արագ պատրաստ են եկեղեցին փոխելու։ Եվ դրա պատճառով մարդիկ երբեք չեն մտնում իրանց կանչի մեջ եւ չեն ունենում իրական պտուղ։ Պատկերացրեք ծառը, որ տնկված է, 1.5 տարի ասենք տնկված է, պոկում ես, տանում ես ուրիշ տեղ ես դնում։ Հետո մի 2 տարի հետո էլի պոկում ես, տանում ես մի հատ ուրիշ տեղ ես դնում։ Ուտեց 15-20 տարի պոկում, տանում ես, ստեղ ես դնում, ընդեղ ես դնում։ Նույն էլ մարդիկ, ովքեր գուցե երկար տարիներ հավատքի մեջ են, բայց սովորություն ունեն անընդհատ եկեղեցիներ փոխելու, իրենք մնում են նույն հոգևոր բեյբի վիճակում։ Ուրիշ բան, եթե օրինակ մարդը նոր է եկել, ասենք, նոր երկիր է եւ պետքա գտնի իր տեղը եւ փնտրում է, դա այլ բան է, կամ եթե Տերը, ասենք, ինչ-որ մեկին ուղարկում է այս եկեղեցի ենթադրենք եւ դուք ընդունում եք, բայց հարցը այն է, որ մարդիկ պետքա չլինեն տրամադրությունների գերի, այսինքն լավ տրամադրության գերի, վատ տրամադրության գերի, ու այդպես անհավատարմություն է առաջանում մարդու մոտ։ Տերը մեզ պատվիրում է, որ մենք լինենք հավատարիմ, հավատարիմ լինենք Աստծուն, հավատարիմ լինենք մեր եկեղեցուն, որտեղ Տերը մեզ տնկել է։ Հավատարիմ լինենք մեր կանչին եւ մեր հովվին, այն հովվին, որ Տերը դրել է, որովհետեւ դա Տերն է արել եւ դա է այն ճանապարհը, որի միջոցով դու կլինես պտղատու եւ կմտնես քո իրական կանչի մեջ։ Տերը նաեւ պատվիրում է, որ այն ամեն ինչ, որ մենք անում ենք, մանավանդ Տիրոջ գործը, ծառայությունը իր տան մեջ, դա անենք հավատարմորեն եւ մեր ամբողջ ուժով, այսինքն ոչ թե կիսատ-պռատ։ Եվ դրա համար առակացում էլ խոսքը 18:9 ասում է, ով որ իր գործի մեջ թույլ է, կործանողի եղբայրն է։ Այսինքն, եթե մենք մեր գործի մեջ թույլ ենք, մենք նույնն է, որ փչացնում ենք, օգուտ չենք տալիս։ Դրա համար Տերը մեզ պատվիրում է, որ մանավանդ եթե հոգևոր հարցերի մասին է խոսքը, հոգևոր գործի մասին է, դա անենք մեր ամբողջ ուժով, նվիրվածությամբ եւ հավատարմությամբ։ Եվ դրա համար Հիսուսը ասեց Մատթեոս 7:13-14-ում ասեց. «Նեղ դռնով մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, եւ դրանով մտնողները շատ են։ Բայց որքան նեղ է այն դուռը եւ դժվար անցանելի ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, եւ քիչ են այն գտնողները»։ Շատերը մտածում են, որ խոսքը ուղղակի փորձանքների եւ ֆիզիկական նեղությունների մասին է։ Բայց այստեղ խոսքը գնում է մեր անձերը նեղություն տալու հանուն Աստծո արքայության, մեր անձերը դիսցիպլինա ենթարկելու նեղության մասին է այստեղ խոսքը։ Այն, որ քեզ կարող է հրավիրում են կիրակի օրը, չգիտեմ, հարսանիքի, կնունքի, ստեղ, ընդեղ, բայց դու գիտես, որ դու ունես ծառայություն, եւ դու առաջինը տալիս ես Տիրոջը եւ հետո մնացած բաները անում ես։ Անգամ Աստվածաշնչում ենք տեսնում ենք Դավիթը իր անձին պատվեր է տալիս, իր անձին ասում է դու Տիրոջը պաշտի։ Անգամ եթե դու չես զգում, անգամ եթե չես զգում այդ ուրախությունը, այդ հավեսը, բայց դու պատվիրում ես քո անձին, որ պաշտես Տիրոջը եւ կատարես Տիրոջ կամքը։ Երրորդ բնավորությունը, որ կուզեմ խոսել, կոչվում է հետաքրքրասեր բնավորություն։ Խոսքը չափից շատ հետաքրքրասիրության մասին է, սա տանում է բամբասկոտության։ Սատանան, գիտեք, իր անուններից մեկը կոչվում է բանսարկու, բամբասող։ Ու այն մարդիկ, ովքեր անընդհատ զբաղված են
հետաքրքրասեր ինֆորմացիաներ փնտրելով, ուրիշների կյանքերով, այդ անտեսանելի սահմանները անցնելով, իրանք մտնում են ուրիշ տեղ, ուրիշ տերիտորիա, որտեղ Տերը չի ուզում, որ իրանք լինեն, եւ դրա պատճառով կարա իրանք վրայից պաշտպանությունը գնա։ Ու գիտեք, հետաքրքրասեր բնավորությունը ինքը շատ թաքնված բնավորություն է, որովհետև պարտադիր չի, որ մենակ վատ թեմաներով մարդը հետաքրքրված լինի, կարա շատ լավ թեմաներով էլ հետաքրքրված լինի։ Բայց եթե անընդհատ մարդը զբաղված է քննարկելով ուրիշների անցուդարձը, անձնական կյանքը եւ այլն, դա չի կարող Տիրոջը հաճելի լինել։ Եվ դա նաեւ մարմնի գործ է։ Մարմնի, այսինքն մեղավոր գործ է։ Մեղավոր մարմնի գործ մի պատկերացրեք, մենակ խոսքը գողության, սպանության, շնության մասին է։ Կան լիքը մարմնի գործեր, որոնք նույնպես Տիրոջը տհաճ են եւ դրանք դուռ են բացում դիվական աշխարհի համար նույնպես։ Մենք կարող ենք միմյանց համար խոսել, անտարբեր չլինել, հարցնել ինչպես ես եւ այլն, բայց այդ տեսակի բնավորությունը, որ պիտի դու պարտադիր ամեն դետալները իմանաս, դա Տիրոջը հաճելի չի։ Ու այս երկրում, այս մշակույթի մեջ նույնպես դա կա։ Բոլորը ուզում են իմանան, չգիտեմ, մեկը մյուսի գործերի մանրամասնությունները եւ այլն, ասենք, չգիտեմ, մարդիկ կան ասում են, բա իմացար, այդ Գագոն լոն վեկալեց, որ չգիտեմ ինչ հանի, երեխու համար հարսանիք հանի կամ քո ինչ գործ։ Այսինքն, արդյոք սա ինչ որ շինություն է տալիս։ Տերը ասում է, թող որ մեր խոսակցությունը լինի շինություն տվող։ Մենք կարող ենք քննարկել տարբեր բաներ, գաղափարներ, բիզնես գաղափարներ, հետաքրքիր բաներ, բայց շատ կարևոր է, որ դա Աստծո կամքով եւ շինություն տվող լինի։ Քրիստոնյայի խոսակցությունները անգամ եկեղեցուց դուրս պիտի շինություն տվող լինեն։ Եվ վերջի վերջը կարող ենք քննարկել Տիրոջ խոսքը։ Դա կարևոր է, որ եկեղեցու պատերից դուրս էլ մեզ հետաքրքրի Տիրոջ խոսքը եւ Տիրոջ խոսքով միմյանց հետ խոսենք, քննարկենք, երբ որ եկեղեցուց դուրս են գալիս, կիսվենք միմյանց հետ, ինչ սովորեցիր, ինչ ստացար այսօր, ինչն էր, որ քո համար բացվեց գուցե։ Առակաց 20:19-ում գրված է. Բանսարկություն անողը գաղտնիքն է հայտնում, ուստի շրթունքները լայն բացողի հետ մի հաղորդակցվիր։ Գուցե դու հետաքրքրասեր չես, գուցե դու չունես այդ խնդիրը, բայց Աստծո խոսքը նաև ասում է, որ այդպիսի մարդկանց հետ մի հաղորդակցվիր։ Ինչի համար չհաղորդակցվել այդպիսի մարդկանց հետ։ Որովհետև հոգևոր աշխարհը իրական է եւ այդ մարդիկ, ովքեր բանսարկությամբ են զբաղված, իրանք չարի գործիք են եւ քայլող վտանգ եւ այդպիսի մարդկանց հետ մոտ փոխհարաբերությունը դուռ է բացում, որ չարը նաեւ իր լարվածությունը եւ իր գործը բերի տվյալ շփվող մարդու կյանքում։ Սա նաեւ փորձված բան է, որովհետեւ կան մարդիկ, որոնցից դու ուղղակի պիտի դիստանցիա պահես, ուղղակի պիտի հեռու մնաս, որովհետեւ ամեն անգամ, երբ որ դու մոտիկանում ես իրանց, այդ իրանց հետաքրքրասիրությունը, հարցերը, այդ իրանց հոգևոր սխալ վիճակը ազդում է քո վրա։ Եվ դա վարակիչ ազդեցություն կարա ունենա, անգամ մարդը եթե այդպեսին չի, ինքը սկսում է ինքն էլ իր ուղեղն էլ է սկսում այդ ուղղություններով գնալ։ Դրա համար մենք մեր անձերը նույնպես պիտի պահենք եւ նայենք, թե ում հետ ենք ընկերություն անում։ Առակաց 18:7-ում գրված է. անմիտի բերանը նրա կործանում է, իսկ նրա շրթունքները որոգայթ իր անձի համար, այսինքն իր սեփական բերանը իր համար թակարդ է դառնում։ Եվ սա վնասում է հենց այդ մարդուն, որ այդպես է անում։ Ամեն բանի մեջ կա առողջ բալանս, նույնպես եւ հետաքրքրասիրության մեջ։ Մի միլիարդատեր ասել է, եթե նստելու ես մի սեղանի շուրջ, վստահ եղիր, որ իրենք խոսելու են Աստծուց, աճից, բիզնեսից, երազանքներից, այլ ոչ թե ուրիշ մարդկանցից։ Հաջորդ բնավորությունը դա կեղծավոր բնավորությունն է։ Այս մշակույթը մեզ սարքում է շատ կեղծավոր։ Կեղծ ժպիտ, կեղծ խոսակցություններ, կեղծ այդ small talk-ը, չէ, որ ասում են, ու մարդը ինքը իր մեջ թեև լավ տրամադրված չի դիմացինի հանդեպ, բայց ինքը մեկը իրան այտենց է պահում, կեղծավոր։ Ու այսօրվա մշակույթը շատ քրիստոնյաների վրա բերել է այդ կեղծավորությունը ու շատերը արդեն դարել են այդ ժամանակակից փարիսեցիները։
որ մարդը գիտի ինքը իր մեջ լավ չի տրամադրված, բայց մեկը ինքը իրան ուրիշ ձև է պահում։ Գուցե պիտի խոսես մարդու հետ անկեղծ, գուցե պիտի սիրտդ բացես կամ խոնարեցնես, որպեսզի Տերը բժշկի։ Սա նաև շատ կա գործի տեղերում այսօրվա դրությամբ ու շատ վարակիչ է։ Ես բանկային ոլորտում եմ ու հիշում եմ մի դեպք, երբ որ գործի տեղը մի տղա կար շատ երիտասարդ եւ այսպես ասած բոլորը իրեն շատ հարգում էին եւ ինքը բոլորի հարգանքն էր վայելում, բայց բոլորի հետևից ինքը խոսում էր։ Բոլորին շատ ուժեղ ժպտում էր, բոլորին շատ սիրալիր, nice ձևով, այսպես ասած օգնում էր, ամեն բան անում էր իր գործերը, բայց հենց որ այդ մարդը գնում էր, հետևից անպայման մի հատ բացասական բան պիտի ասեր, անպայման։ Ու այդ ժամանակ ես նոր էի աշխատանքի ընդունվել ու այսպես կողքից հետազոտում եմ, էլի, նայում եմ, ասում եմ, լավ, ինչ է կատարվում, էլի, այս տղային բոլորը սիրում են, բայց չեն ճոգում, որ բոլորի հետևից այսպես բաներ է խոսում։ Հիմնականում customer-ները, մարդիկ, ովքեր որ գալիս էին ու նկատեցի, որ սա տարածվում է մյուս աշխատողների վրա, սկսում են մյուսներն էլ այդպես անել։ Այդ նույն բնավորությունը սկսում է տարածվել։ Ու ասեցի Տեր Աստված, պաշտպանի ինձ, որ հանկարծ ես էլ չընկնեմ այս բանի մեջ։ Էնպես չի, որ ես ինձ ավելի լավն էի կարծում, բայց իմանալով Աստծո խոսքը, լինելով եկեղեցում եւ ունենալով հորս խրատները, ոնց որ զգուշացա, բայց դա այնպեսի ազդեցություն ունի, կարծես ուզում ա քո վրա եկա այդ փորձությունը։ Դրա համար մենք պետք է զգուշ լինենք։ Սա կոչ չի, որպեսի մարդը լինի բռի։ Մյուս ծայրահեղությունն է կա, որ մարդիկ էլ ասենք բռի են, կոպիտ են, կռվարար են, ասում են կարևորը ես լավ սիրտ ունեմ։ Դա էլ մյուս ծայրահեղությունն է, որ նույնպես ճիշտ չի։ Ճիշտ է, որպեսի մենք մեր սրտում ունենանք Աստծո սերը եւ դա ճիշտ ձևով արտահայտվի դրսից։ Եվ ուզում եմ ասել, որ Հիսուսը նա nice չէր, նա սիրալիր չէր պարզապես, նա բարի էր։ Եվ Հիսուսը Տեր էր, նա ուներ իշխանություն եւ ամեն անգամ երբ որ խոսում էր, իրեն բոլորը ուշադիր լսում էին, որովհետեւ նա Աստծո իշխանությունով էր խոսում, ոչ թե ինչպես փարիսեցիները։ Ու կան ֆիլմեր, կինոներ, որտեղ Հիսուսին պատկերում են, կարծես նա շատ nice է, բոլորին էսպես ճանապարհ է տալիս, բոլորի ասածները անում է, դա Աստծո խոսքով չի։ Աստծո խոսքում մենք տեսնում ենք Հիսուսը ինչպիսին էր, նա խիզախ էր, նա համարձակ էր եւ նա մարդկանց ասում էր ճշմարտությունը սիրով։ Նա չէր թաքցնում այդ ճշմարտությունը, որ իր մասին լավը մտածեն, եւ դա էր պատճառը, որ Հիսուսին խաչեցին։ Եթե նա միշտ nice լիներ, իրան երբեք չէին խաչի։ Nice մարդուն երբեք խաչը չէին հանի, բայց նա քանի որ ասում էր մարդկանց ճշմարտությունը, որոշների մտքի միջի դևերը այսպես կատաղում էին։ Ու այդ էր պատճառը, որ մարդիկ եղան, որ դուրս եկան Հիսուսի դեմ։ Այն Հիսուսի, որ իրանց բժշկել էր, այն Հիսուսի, որ իրանց բարձրացրել էր, այն Հիսուսի, որ իրանց բերել էր կյանք։ Ու այսօր մենք էլ որպես քրիստոնյաներ պետք է հեռու հաղթենք կեղծավորությունից։ Կեղծավորությունը գործ չունի քրիստոնյայի կյանքում։ Մենք պիտի լինենք սիրով, Տիրոջ քաղցրությունով, բայց նաև տեղը եկած ժամանակ պետք է մարդուն օգնելու մոտիվով իրան ասենք նաև ճշմարտությունը։ Եվ սա գալիս է սիրո մոտիվից։ Ոչ թե դատող սրտով, կարծես ես ավելի լավն եմ, չէ։ Բոլորս ինչ որ ենք Քրիստոսի շնորհքով ենք, մեկս մի բան մեզանից չենք ներկայացնում, ինչ որ ենք Քրիստոսով ենք, ամեն։ Բայց այդ կեղծավորությունը ինքը մտածում է էգոյի մասին, եսի մասին, որ իր մասին լավ մտածեն, որ իր reputation-ը լավը լինի, ոնց որ image marketing դա լինի, որ մարդը մտածում է, որ իրան ճիշտ ներկայացնի բոլորին, հանրությանը, բոլորը իրան սիրեն, բայց դա գալիս է էգոից, դա գալիս է մարմնական վիճակից եւ դա Աստծո վիճակը չի։ Մյուս բնավորությունը դա կասկածող բնավորությունն է, ենթադրող կասկածող բնավորությունը։ Սա դևերի սիրած բնավորությունն է, որովհետև այն տեսակի մտածելակերպերը, որ ամեն ինչը ենթադրում են եւ կասկածում են, դևերը սիրում են այդ տեսակի մարդկանց տանջեն անընդհատ կասկածներով։ Այս տեսակի մարդիկ չեն վստահում հիմնականում ոչ մեկի, ոչ իրանց զուգընկերոջը, ոչ իրանց ասենք գործատուին,
ոչ իրանց իշխանություններին, ոչ եկեղեցուն, ու այդպես իրանց թվում է, թե բոլորը մի բան են չեն անում, բոլորը մի բան գցում են, միտեղ գցում են։ Սա սխալ բնավորություն է եւ սխալ մտածելակերպ է, որովհետեւ չարը ինքն է կասկածներ բերողը, չարը ինքն է կասկածամիտ, ինքը կասկածի տակ դրեց Աստծո խոսքը։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ կա լիքը տեղեր, որտեղ Աստված մարդկանց շատ ուժեղ բարձրացնում է, օրինակ տեսել ենք, ասենք Հովսեփը, որ դարձավ վարչապետը Եգիպտոսի թագավորության, կամ Դանիելը, որ դարձավ Բաբելոնի թագավորության վարչապետը, կամ Էսթեր թագուհին, որ դարձավ այդ ժամանակ։ Այսինքն կան լիքը դեպքեր, երբ որ Աստված է մարդկանց բարձրացնում, եւ կասկածի տակ դնել մարդկանց եւ իշխանությունները կամ ասենք ավակները, որ Տերը դրել է, ուղղակի կասկածի տակ դնել, դա Աստծուն շատ տհաճ բան է եւ դրա պատճառով կարա մարդու վրայից գնա պաշտպանությունը։ Այսօր ոնց է դա չարը անում, դա անում է կիսատ պռատ փաստերի միջոցով։ Այսինքն մարդը ունի ինֆորմացիա, բայց դա կիսատ է, դա լրիվ պատկերը չի։ Ես ձեզ մի հատ բան ասեմ, ես կարամ հիմա Աստվածաշնչից բացեմ տեղ ու կարդամ ձեր համար, որտեղ գրված է Աստված չկա։ Բայց եթե կոնտեքստի մեջ նայեք, գրած է հիմարը իր սրտում ասած Աստված չկա։ Այսինքն նույն բանը այսօր սատանան է անում։ Նա ներկայացնում է կիսատ կոնտեքստից դուրս փաստեր, որպեսզի մարդկանց մոլորեցնի։ Ասում է, տեսար այդ վիդեոն, այդ վիդեոյի մեջ ինքը ինչ էր ասում։ Իսկ դու նայել ես ամբողջ վիդեոն, թե մենակ այդ մասն ես նայել։ Կամ այսօր համացանցում, ասենք սոցցանցերում լիքը վիդեոներ ա տարածվում։ Ծառայողների մասին, իշխանությունների մասին, հովիվների մասին, կեղծ բաներ, ու մարդիկ չեն հասկանում, որ այդ վիդեոները նայելով իրանք թունավորում են իրանց հոգևոր կյանքը։ Պիտի մենք հեռու մնանք այդ տեսակ բաներից, զերծ մնանք։ Թող Աստված դատի, իրենք Աստծո առաջ են, ամեն։ Մենք պիտի մեզ դատավոր չկարծենք եւ մանավանդ չտարածենք այդպիսի լուրեր, որոնք վստահ չենք եւ շատ անգամ դրանք կիսատ լուրեր են։ Եվ ենթադրությունը կամ կասկածը դա ստի տեսակ է։ Գիտեք, այսօր սատանայի ամենամեծ զենքը դա սուտն է։ Ինքը չունի ուրիշ զենք։ Քրիստոսը իրան զինաթափար է, երբ որ Քրիստոսը խաչվեց եւ հարություն առավ, նա ամբողջապես զինաթափ արեց սատանային, բայց նա ունի մեկ զենք եւ դա սուտն է։ Եվ նա այդ սուտը բերում է մարդկանց մտքերի։ Ասում է, տեսար իրան մի տեսակ հպարտ էր պահում, մի հատ բարևել չտվեց։ Կարող է այդ մարդը գիշերը չի քնել, կարող է մի բան է պատահել իր հետ։ Մենք չենք կարող դատել ուղղակի երևույթով, այսինքն դրսի տեսքով կամ վիճակով։ Հիսուսը չէր դատում մարդկանց տեսքով։ Փարիսեցիներն էին տեսքով դատում, դրա համար երբ որ տեսնում էին Հիսուսը նստած էր մեղավորների հետ հաց էր ուտում, իրանք չէին հասկանում, որ Հիսուսը իրանց ավետարանում է եւ իրանց փոխում է։ Սա չի նշանակում, որ մենք պիտի միշտ գնանք մեղավորների հետ հենգաութ անենք, ասենք մենք իրանց կփոխենք, չէ, եթե Տերը մեզ չի ուղարկում հատուկ, մենք իմաստությունով ենք վարվում եւ մեր շրջապատի իմաստությունով ենք ընտրում, բայց պիտի դրսի տեսքով էլ չդատենք մարդկանց։ Կասկածամտությունը դա շատ լուրջ մեղք է եւ մարդկանց մեղադրելը առանց փաստերի դա դուռ է բացում դիվական աշխարհի համար։ Անկամ ղեկավար մարդիկ, ովքեր այսօր նստած են ղեկավարության մեջ, անկամ եթե իրանք Աստծուն լրիվ չեն ճանաչում, մեր պես քրիստոնյաներ չեն, եկեղեցի գնացող, աղոթքներ անող, ծառայող, մեկը Աստծո խոսքը պատվիրում է, որ մենք պատվենք եւ հարգենք եւ աղոթք անենք։ Եթե ինչ-որ սխալներ ենք նկատում, մենք աղոթք ենք անում, որովհետև Աստծո խոսքը պարզ պատվիրում է եւ ասում է, որ հնազանդվենք իշխանություններին դրված, որովհետև նրանք վարձից են դրված։ Մի օրինակ ասեմ, հիշում եք, որ Պիղատոսը պիտի Հիսուսին ուղարկեր խաչվելու ու ինչ ասեց Հիսուսին, ասեց, չես վախենում, որ ես քեզ կարամ խաչեմ։ Հիսուսը գիտեք ինչ ասեց, ասեց, այդ իշխանությունը քեզ Աստծուց է տրված։ Բայց սա մի հեթանոս մարդ էր։
Անգամ իր մասին հիշատակվում է, որ ինքը գալիլեացիներին էր սպանել ու իրանց արյունը խառնել էր, որ իր չաստվածներին զոհանի։ Այսինքն մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ հստակ կոչ լինելու խոնարհ եւ հնազանդվելու դրված իշխանություններին եւ դա մեր հոգեվոր վիճակի համար է։ Գրված է աղոթք արեք, որպեսզի խաղաղ կյանք վարեք։ Սա տանում է մեզ մյուս բնավորությանը, որը կոչվում է անհնազանդ բնավորություն։ Սա էլ ավելի պրակտիկ գործնական անհնազանդության մասին է։ Այսօրվա դարում ամենաչսիրված բառն է այդ հնազանդություն բառը ընդհանրապես։ Բայց Աստծո խոսքում սա ուղղակի առաջարկ չի, սա պատվեր է, որպեսզի մենք լինենք Տիրոջը հնազանդ եւ Տիրոջ դրված մարդկանց հնազանդ։ Այսօր մարդիկ ասում են ես Աստծուն կհնազանդվեմ։ Թող Տերը ինձ ասի, ես կանեմ։ Ասում է Հիսուսն է իմ հովիվը, թող Հիսուսը ինձ ասի ինչ որ պետք է։ Դա Աստծո խոսքով չի, որովհետև գրված է, որ Հիսուսը հովվապետն է եւ նա կարգել է հովիվներ, մարգարեներ, ուսուցիչներ, ծառայողներ եկեղեցու շինության համար։ Եթե պիտի Հիսուսը մեզ ասեր, այդ դեպքում Հիսուսը չէր էլ հիմնի եկեղեցիներ։ Պատճառը, որ այսօր կան շատ եկեղեցիներ, դա շատ հիանալի է։ Այն է, որպեսզի մարդիկ գտնեն իրանց տեղական եկեղեցին եւ այդ եկեղեցում տնկվեն եւ պտուղ բերեն։ Ինչպես օրինակ աշխարհում կան տարբեր պարտեզներ, այգիներ եւ կան ասենք խնձորի այգի, նարնջի այգի, թթի այգի, ու ամեն մեկը մի ծառ է, որ տնկված է այդ այգու մեջ։ Ու ամեն այգի ունի իր այգեպանը։ Նույն էլ Աստված, իր արքայությունը, որ ստեղծել է, նա չի ասել, թող բոլորը գնան իրանց տներում աղոթեն, ես ամեն մեկին ինչ որ պետք է կասեմ, այտենց չի գրած։ Աստվածաշունչը մեզ պատվիրում է, որպեսզի մենք ինչ անենք։ Եկեք բացենք Եբրայեցի 13-ի 17-ը։ Գրված է. ձեր առաջնորդներին անսացեք, այսինքն լսեք ու հնազանդվեք, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիները, որպես թե հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք թող դա ուրախությամբ անեն եւ ոչ թե հառաչելով, քանի որ դա ձեզ օգուտ չէ։ Սա խոսքա ուղված քրիստոնյաներին, հավատացյալներին եկեղեցու ներսում, ասում է ձեր առաջնորդներին ականջ դրեք, այսինքն լսեք, բայց չի ասում միայն ականջ դրեք, ասում է նաև հնազանդվեք, որովհետև ինչի համար նրանք հսկում են ձեր հոգիները։ Միթե իրանք հսկում են մեր հոգիները։ Այո, Տերը հենց դրա համար է դրել ծառայության այդ պարգևները, հովիվներ, իրանք ուղղակի քարոզելու համար չեն, իրանք նաև պաշտպանում են ձեզ հոգևորապես։ Իրանց սրտի մեջ դրվել է այդ նվիրվածությունը, հոգատարությունը Հիսուսի կողմից, այդ օծությունը, որպեսզի պաշտպանի գայլերից, պաշտպանի նրանցից, ովքեր օտար են, ովքեր օտար ուսմունքներ են բերում եւ գալիս են վնասելու մարդու հոգևոր վիճակը։ Եվ ինչի համար, որպեսզի ասում են նա դրանք ուրախությամբ անեն, ոչ թե հառաչելով, որովհետև դա ձեզ օգուտ չէ։ Այսօր այս մշակույթը սովորացրել է, որ մարդը ասի, թող Տերը ինձ ասի, ես Տիրոջ ասածով կանեմ, բայց Տերը երբեք ուղիղ չի խոսա քեզ, մինչև որ դու չսովորես խոնարհվել, հնազանդվել նրանց, ովքեր ունեն այդ Աստծոց դրված օծությունը։ Մի օրինակ կա Աստվածաշնչում, դա Սամուել մարգարեի օրինակն է։ Երբ որ Սամուելը դեռ փոքր երեխա էր ինքը, ու ինքը Հեղի քահանայի մոտ ուսանում էր, սովորում էր։ Ու գիտեք, այդ ժամանակ գրված է, որ Իսրայելում Աստծո խոսքը շատ հազվագյուտ էր, այսինքն Տերը չէր խոսում։ Ու պատճառներից մեկը այն էր, որ այդ ժամանակ Հեղի քահանան ուներ որդիկ, երեխեք ուներ, որ այդ երեխեքը պղծում էին Տիրոջ տաճար, իրանք ապրում էին մեղքի եւ շնության մեջ եւ Աստծո անունը անպատվում էր այդ ամենը։ Բայց չնայած դրան, Սամուելը նա Հեղի քահանայի ուսանողն էր, աշակերտն էր եւ Տերը նրան մարզեցնում էր Հեղի քահանայի մոտ։ Եվ մի գիշեր, երբ որ Սամուելը լսում է Աստծո ձայնը 3 անգամ, չի իմանում, որ Աստված է։ 3 անգամ վեր ակենում իր քնից ու գնում է հարցնում է Հեղի քահանային, ասում է ինձ կանչեցիր, Տեր, ինչի համար ես կանչում։
Այսինքն դուք մի հատ պատկերացրեք փոքր երեխա, ինչպիսի խոնարհություն, ինչպիսի հնազանդություն, որ քնի մեջից 3 անգամ Տերը կանչում է, ու ինքը մտածում է հեղի քահանան է ու գնում է ու պատվով այդպես պատասխանում է։ Ու չնայած հեղի քահանայի այդ բաց թողմանը Աստված նրան պատվիրել էր, որ նա խոնարհությունով եւ հնազանդությունով ուսանի մինչև վերջ։ Եվ դա է պատճառով, որ Սամուելը հետագայում դառնում է Իսրայել ժողովրդի գլխավոր մարգարեն եւ Տերը բարձրացնում է իրան։ Մենք պիտի այդպիսի սիրտ ունենանք, որ Տիրոջ առաջ խոնարհ լինենք, բայց նաեւ Տիրոջ դրված մարդկանց առաջ, որովհետեւ Ղուկաս 10:16-ում նաեւ գրված է. Ձեզ լսողն է, ինձ է լսում, եւ ձեզ մերժողը ինձ է մերժում, իսկ ինձ մերժողն էլ ինձ ուղարկողին է մերժում։ Երբ որ մենք լսում ենք եւ ընդունում ենք Աստծո օծյալներին, Տերն էլ մեզ է ընդունում եւ մեզ է օրհնում, եւ կգա ժամանակը, որ Տերը կբարձրացնի այդպիսիններին։ Գրված է, որ պիտի խոնարհվենք Տիրոջ առաջ, որ երբ որ ժամը գա, ճանապարհը բացվի եւ ժամանակը գա, Տերը մեզ կբարձրացնի։ Այսօր մենք տեսնում ենք պարզ Աստծո խոսքում, որ Տերը գործածում է մարդկանց, որպեսի մեզ շտկի, որպեսի մեզ ուղղի, որպեսի մեզ բարձրացնի։ Իրար է օգտագործում։ Եվ մանավանդ օգտագործում է այդ պարգևները, որոնք դրված են եկեղեցու շինության համար, մասնավորապես հովվական ծառայությունը, որը պաշտպանում է եկեղեցին, ինչպես հովիվը պաշտպանում է գառներին։ Մյուս բնավորությունը դա վիրավորվող բնավորությունն է, շուտ վիրավորվող, շուտ արագ offend լինող բնավորությունը։ Սա էլ է բնավորություն դժոխքից, այսօր այս մշակույթը մեզ դարձրել է շատ փխրուն, ամեն մի սրից բանից հեշտ նեղացող, հեշտ վիրավորվող։ Բայց սա ամենաարագ ընկնելու եւ Աստծուց հեռանալու ճանապարհն է։ Ու մարդիկ, ովքեր որ շատ արագ նեղանում են, հեշտ վիրավորվում են, իրանք հենց այդ մարդիկ են, որ ասում են թող մարդը ինձ չխրատի, թող Աստված ինձ խրատի։ Դե Աստծուց իրանք չեն կարող նեղանալ բնականաբար, բայց այդպես չի ասում խոսքը։ Դրա համար ասում է Առաջի Թեսաղոնիկեցի 5:12-ում աղաչում եմ ձեզ եղբայրներ, քույրեր, որ ճանաչեք, հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ Դավիթը ասում է, թող արդարը խրատի ինձ, դա ինձ համար գլխի յուղ է։ Գլխի յուղը հին կտակարանում դա օրհնության, հարստության, բարգավաճման նշան է։ Եթե ուզում ես օրհնվես, բարգավաճես, թե անձնական կյանքում, թե ֆինանսական կյանքում, թե հոգևոր կյանքում, եթե ուզում ես ունենաս ճեղքում, դու կարիք ունես այդ գլխի յուղի։ Եվ այդ գլխի յուղը այտենց հեշտ չի տրվում։ Դա տրվում է սրտով խոնարհներին, ովքեր որ բաց են խրատի համար։ Շուտ նեղացկոտ մարդիկ չեն կարող վայելել Տիրոջ օրհնությունները, խոստումները, անգամ եթե իրանք սիրում են Աստծուն, որտեղ պահը կգա, որ Տերը կուզի իրանց ուղի, բայց իրանք չեն դիմանա դրան։ Բայց Տերը ասում է, եթե դիմանաք խրատին, Տերը ձեր հետ որդկանց պես կվարվի, ամեն։ Եվ դառնությունը, վիրավորանքը դա սատանայի խայծն է, դա թակար դա, որ սատանան օգտագործում է շատերին իրականչից հանելու, գցելու համար։ Ու դա թունավորում է մարդու հոգևոր կյանքը, բայց ոչ միայն իրա, այլ նաև իրա շրջապատի։ Եկեք նայենք Եբրայեցի 12:15-ը։ Գրված է. զգույշ կացեք, որ մեկը չզրկվի Աստծո շնորհքիցը, որ մի դառը արմատ վեր չբուսնի եւ նեղություն տա եւ նրանով շատերը պղծվեն։ Տեսեք, այս խոսքի մեջ ասում է զգույշ եղեք, որ մեկը չզրկվի Աստծո շնորհքից։ Ինչ է նշանակում զրկվել Աստծո շնորհքից։ Ինչ է լինում այդ վաղ, երբ որ մարդը զրկվում է Աստծո շնորհքից։ Աստծո շնորհքը այն գերբնական ընդունակությունն է, որ Տերը տալիս է մեզ, որպեսզի մենք ընդհանրապես որևիցե բան կարողանանք անել։ Մանավանդ, եթե ուզում ենք ունենալ հաջողություն Աստծո հետ փոխհարաբերության մեջ։ Դա Աստծո ընդունակությունն է, այլ կերպ ասած։ Ասում է, զգույշ եղեք, որ այդ Աստծո ընդունակությունից չզրկվեց, բայց ո՞նց ենք զրկվում։ Երբ որ մեր մեջ դառը արմատ է բուսնում, աճում։
Եվ գրված է, որ դառը արմատը նեղություն է տալիս թե այդ մարդուն եւ թե մյուսներին, շրջապատին։ Ինչի համար, որտեվ այդ դառնությունը արդեն ինքը այնքան է շատանում, որ սկսում է մարդը արդեն խոսալ։ Արդեն դա դուրս է գալիս իրանից եւ տարածվելու հատկություն ունի։ Եվ վիրավորանքը դա թույն է։ Դա թույն է, որ թունավորում է մարդու հոգևոր կյանքը եւ հետո այնպես է անում, որ շնորհքը գնա մարդու վրայից։ Մենք պիտի տեղ չտանք վիրավորանքին, մենք կարող ենք մարդու հետ խոսել, հաղորդակցվել, հանգիստ բացատրվել, գուցե բան ա եղել, որ մենք չգիտենք։ Բայց երբ որ խոսում ենք, ամեն բան լույսի մեջ ենք բերում, Տերը օրհնում է դա։ Լույսի մեջ բերելը դա արձակում է Տիրոջ օրհնությունը։ Այն ինչ որ թաքուն է, մթի մեջ է, կիսատ պռատ է կամ դառնացած է, այդ ամեն ինչը փչանում է եւ փչացնում է, բայց ցանկացած վաղ երբ որ դու դա բերում ես լույսի մեջ, երբ որ դու կիսվում ես քո հովիվի հետ, քո ավակի հետ, այդ ժամանակ դու բերում ես դա լույսի մեջ, Տերը գալիս է, Տիրոջ օծությունն է գալի եւ գալիս է նաեւ բժշկությունը։ Մենք որպես քրիստոնյաներ եւ սա նաեւ ինքս ինձ եմ ասում եւ աղոթք եմ անում, որ այդպես լինի, որ երբևիցե տեղ չտանք վիրավորանքին մեր սրտի մեջ։ Վիրավորանքը դառը արմատը դա հող է պատրաստում, որպեսի չարը հեռացնի մեզ մեր կանչից։ Եթե Տերը ունի կոչում քո համար եւ վստահ եմ ամեն մեկի համար ունի, մի հատ բան կա, որ չարը կարա օգտագործի, որպեսի մարդուն այդ կոչումից հանի, ու այդ վիրավորանքն է։ Ու կենտրոնացի դիմացինիդ մոտիվի վրա, անգամ եթե մի պահ ա եղել, որ կարող է քեզ լավ չի վերաբերվել կամ խոսքը քեզ նեղացրել է, եթե մոտիվը սերն է, չպիտի շատ ծանր տանենք, շատ փխրուն լինենք, հեշտ կոտրվենք, որովհետև այսօրվա մշակույթն է այդպես դարձնում բոլորին, շատ արագ փխրուն, կոտրվող, փոփոխական, տրամադրությունները այսպես roller coaster-ի պես։ Սրանք էին այն բնավորությունները, որ գալիս է դժոխքից եւ չարը ամեն կերպ օգտագործում է, որպեսի ազդի մեր բնավորությունների վրա։ Եթե նկատեցիք, սրանցից ոչ մեկ ինչ-որ լուրջ սենց հայտնի մեղքեր չէր, կարծես մարդը գողություն, սպանություն, շնություն, այն որ մենք բոլորս գիտենք, այդ կլասիկ մեղքերը չեն։ Բայց ամբողջ նոր կտակարանը, եթե դուք կարդաք, կտեսնեք, որ այս ամենը կա, Տերը պատվիրում է մեզ լինել հնազանդ, խոնարհ, չհակառակվող եւ Տերը այդպիսիներին է բարձրացնում։ Սա էր այսօրվա խոսքը Աստծո սիրելի ժողովուրդ, թող Տերը օրհնի ամեն մեկիս, որպեսի իր խոսքը կենթանանա մեր մեջ եւ բժշկի մեր բնավորությունները, որովհետեւ վերջի վերջո երբ որ կանգնենք Քրիստոսի առաջ, Տերը հաշիվ է ուզելու թե մեր պտուղները որպես բնավորության պտուղներ եւ թե պտուղները որպես ծառայության պտուղներ, որովհետեւ երկուսն էլ կարեւոր են։ Մարդիկ կան, ովքեր բնավորությամբ շատ լավն են, շատ ուժեղ են, բայց ոչինչ չեն անում Աստծո տան համար, եւ մարդիկ էլ կան հակառակը, կարող է ծառայեն, բայց իրանց բնավորությունը անտեսեն։ Տերը ուզում է, որ երկուսն էլ լինի ճիշտ իր տեղում, այսինքն Տիմոթեոսին Պողոս առաքյալը պատվիրում է, ասում է, գիտեմ քո աստվածապաշտությունը, այսինքն գիտեմ, որ դու շատ ամեն ինչ ճիշտ ես անում քո բնավորությունը, բայց ասում է նաեւ անտարբեր մի եղի այն պարգևի հանդեպ, որ քո մեջ է դրված։ Այսինքն այն ծառայությունը, որի մեջ Տերը կանչում է քեզ, դրա հանդեպ անտարբեր մի եղի։ Էդի գրածա stir up, արծարծի, բորբոքի այդ։ Թե բնավորությունն է կարևոր եւ թե մեր նվիրվածությունը եւ հավատարմությունը Տիրոջ գործին եւ ծառայությանը։ Տերը օրհնի ձեզ Աստծո սիրելի ժողովուրդ, այսքան էր խոսքը։ Եկեք աղոթք անենք Տիրոջ առաջ, Աստծո սիրելի ժողովուրդ։ Հայր մեր երկնային, շնորհակալ ենք Տեր Աստված քո համար։ Մենք փառաբանում ենք Տեր քո սուրբ ու բարձր անունը, Տեր։ Մենք գոհանում ենք Տեր, որ դու այսօր այստեղ ես մեր մեջ։ Շնորհակալ ենք այս հրաշալի եկեղեցու համար, որ կառուցում ես, որ կառուցել ես եւ կառուցելու ես, Տեր։ Մենք խնդրում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անով, Տեր, որ այս պահին Սուրբ Հոգի ամեն մեկի հոգու աչքերը լուսավորես, ամեն մեկս տեսնենք, Տեր, մեր բնավորության մեջ այն գծերը, որոնք դու կամենում ես շտկել, ուղղել, այն գծերը, որոնք գուցե կամենում ես հեռացնել մեզանից, Տեր,
Մենք խոնարեցնում ենք մեր անձերը, ասում ենք Տեր այո եւ ամեն, խնդրում ենք հեռացրու, պոկիր մեզանից այն բաները, որոնք Տեր Աստված քո խոսքի համեմատ չի, որոնք քեզ հաճելի չի, ներիր մեզ Տեր, այն բաները, որոնք Տեր ջան մեր մեջ հակառակություն, դառնությունը առաջացրել շատ անգամ Տեր, կասկածանք, ավելորդ ենթադրություններ, դատողականություն, ավելորդ հետաքրքրասիրություն, բամբասկոտություն Տեր, թող Հիսուս Քրիստոսի անունը լվա ամեն մեկին այստեղ։ Եվ խնդրում ենք Տեր, որպեսզի քո խոսքը հիշեցնես մեզ Սուրբ Հոգի, դաջես մեր սրտերի մեջ եւ հիշեցնես, եթե պահի տակ մոռանանք Տեր Աստված, թող որ մեր բնավորությունները Տեր Քրիստոսանման դառնա, թող որ Քրիստոսի բնավորությունը դառնա մեր մեջ եւ արտացոլի եւ աղոթք եմ որ ամեն մեկի մեջ ձևավորվի Քրիստոսը, ամեն մեկի ներսի մարդը զորանա եւ հզորանա եւ ամեն մեկի ներսի մարդը այնքան զորավոր դառնա, որ հսկի եւ ճնշի դրսի հին մարդը եւ միտքը Հիսուսի անունով։ Տեր Աստված, շնորհակալություն քո մեծ սիրո համար, որ այս եկեղեցում է, քո Սուրբ Հոգու ներկայության համար, Տեր։ Օրհնում եմ այս եկեղեցին, օրհնում եմ այս եկեղեցու ծառայողներին, օրհնում եմ այս եկեղեցու հովին, խնդրում եմ Տեր, որ այն ծրագիրը եւ կոչումը, որ ունես ամեն մեկի համար եւ այս եկեղեցու համար, որպես ամբողջական քո մարմինը Տեր, աղոթք եմ որ կատարվի այդ ծրագիրը, այդ կանչը եւ ոչ մի խոչընդոտ դուրս չկա Հիսուսի անով, թող քո պաշտպանությունը լինի Տեր Աստված ամեն մարդու մտքերի վրա, թող չլինենք Տեր Աստված հեշտ խուսափող պատասխանատվությունից հեշտ վիրավորվող չլինենք Տեր, խնդրում եմ ուժեղացրու մեր բնավորությունները Տեր, թող կարողանանք որոշում կայացնել եւ այդ որոշումները անել մինչեւ վերջ, թող կիսատ չմնա ոչ մի որոշում Տեր, որ կայացնենք քո առաջ Տեր։ Շնորհակալ ենք քո շնորհքի համար, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։